Փառաքար խոշորացված համայնքում քաղաքացիական պայմանագիրը իշխանությունը ջախջախիչ պարտություն կրեց, իսկ Գյումրիում իշխանությունը չհաղթեց։ Ընդդիմությունն է այս պահին քննարկումների մեջ, որպեսզի միավորվեն։ Սա ինչի մասին է վկայում եւ արդյոք այս ճանապարհով իշխանությունը հեռացնելու տարբերակ կլինի։ Ճիշտ նշեցիք, այսօր մենք պետք է ճիշտ է ուշով հետևում ենք Գյումրիում իրադարձությունների զարգացմանը, բայց կարծում եմ այնտեղ անակնկալներ չի լինի եւ Մարտուն Գրիգորյանն էլ է ասել, որ որևէ մի պարագայում չի միանալու իշխանությանը, կարծում եմ մի քանի ժամ հետո արդեն կլինի հայտարարություն, եթե ոչ ավելի շուտ, եւ շատ կարեւոր է, որ երկու համայնքում էլ ընդդիմությունը հաղթում է, միտեղ հավաքական ընդդիմությունը, միտեղ արդեն Վալոդյան, եւ սա խոսում է նրա մասին, որ մեր ժողովուրդը մերժում է իշխող իշխանություններին եւ դա շատ կարեւոր է։ Տեսեք, նույն Փարաքարում էլ անցած անգամ ամեն ինչ արեցին, որ իշխանությունը գա եւ նաեւ իրենց սատելիտ ուժերը միացան, բայց ամենայն դեպս արդարությունը վերականգնվեց։ Հիմա էլ Գյումրիում չնայած նրան, որ աղաղակող ընտրախախտումներ են եղել, չնայած նրան, որ մարդիկ են բերել գրանցվել, գիտենք, որ ջավախքից են մարդիկ բերել գրանցել, գիտենք, որ իշխանական ամբողջ ռեսուրսը աշխատում էր Սարիկ Մինասյանի օգտին, այստեղ ցուցակներ են կազմվել տարբեր գերատեսչություններում այն մարդկանց, որոնք որ Գյումրիի գրանցում ունեն, ամբողջ Հայաստանի Հանրապետության ուժային կառույցները, ռազմական ոստիկանությունը, ուրեմն մարզպետները, նախարարություններում ուրեմն բաժնի պետերն ու նախարարներ լծված են եղել այդ գործին։ Բոլորը իդեպ գտնվում էին Գյումրիում եւ այն մարդիկ, ովքեր գոնե այն իշխանականներն, ովքեր գոնե մի անգամ Գյումրիում եղել էին, եկել էին այնտեղ եւ ինչով էր դա պայմանավորված։ Եվ ասեմ նաեւ, որ ամիսներ առաջ ուրեմն դա այդ օպերացիան պլանավորվում էր Սարիկին ԺՊ դնեն, հետո արդեն լծվեն այդ գործին եւ մենք էլ ուրեմն ականատես ենք լինում, երբ ամբողջ ուրեմն իշխող խունտան Գյումրիում էր եւ ամեն ինչ անում էր, որպեսզի ուրեմն վերարտադրվեն եւ իրենք մեծ հույսեր ունեին, որ 50+1 ձայները կստանան, այսպես ասած շատ ուրախ տրամադրության մեջ էին, համարելով, որ հաջողությունը հաղթանակ իրենց գրպանում է, բայց ի պատիվ ընդդիմադիր հատվածի Գյումրիի գնացին եւ իրենց ոչը ասեցին, սա շատ կարեւոր արձանագրում է, այսինքն այն, որ արդեն իշխանությունը չունի ժողովրդի մոտ վստահություն, այն որ արդեն իրենց սպառել են, արդեն ակնհայտ է եւ որևէ մի պարագայում մեր քաղաքացիները չեն ուզում, որ գործ ունենան իշխող կուսակցության հետ։ Սա կրկնում եմ 20% եւ ավել վարչական ռեսուրսա, պլյուս ընտրակեղծիքներ, ընտրախախտումներ եւ այլը, եւ այդ ամբողջի հանրագումարում իրենք ուզում են ներկայացնել արդեն իսկ սա որ իբր հաջողություն է, տեսեք մենք դեմոկրատական ճանապարհով առանց ընտրակեղծիքների բանի հաջողություն ենք արձանագրում, բայց սա սուտ է, սա ամբողջությամբ սուտ է, մենք տեսել ենք այդ ամեն ինչը մեր աչքերով, տեսել ենք այդ ճնշումները որ կա, մենք տեսել ենք այն ցուցակները, որ կա, որ արդեն ժամը 5-ից հետո, որ մեծ քանակությամբ մարդիկ տներից ուղակի բարիս բուն իմաստով հանվում էր, պետական աշխատողին ստիպողաբար բերում քվեարկում։ Այսինքն անգամ այս անհավասար պայմաններում ընդդիմությունը կարողացավ հաղթանակ տանել եւ սա շատ կարեւոր է հետագա հաջողությունների համար։ Պարոն Դանիելյան, եթե ընդդիմությունը կուր է, ինչու է ուշանում Մարտուն Գրիգորյանի միանալը Վարդան Ղուկասյանին եւ այս հապաղելը, այս մթնոլորտը մարդիկ շունչը պահած սպասում են, թե երբ պետք է ընդդիմությունը միահամուռ հանդես գա։ Ինչն է խնդիրը։ Ես ճիշտն ասած շատ խորը ծանոթ չեմ այդ հետընտրական գործընթացներին, բայց կարող եմ ասել, նաեւ իրենց թիմի վստահեցնում է, որ որևէ պարագայում ԿՊ-ի հետ չի լինելու համագործակցություն եւ հիմա գիտեք ինչ Գյումրին էլ Հայաստանի Հանրապետության երկրորդ քաղաքն է, երևի ամեն մարդ, որը որ ուրեմն առաջադրվել է քաղաքական գործիչ, իր նաև շահեր ունի, իր նաև հետագա
նաև իր տեղն է ուզում հասկանալ եւ կարծում եմ, որ առաջիկայում այդ անորոշությունները արդեն իսկ կհստակեցվեն։ Ես այս պահին չեմ կարող այլ գնահատական տալ, քանի որ նաև ճանաչելով Մարտին Գրիգորյանին, վստահ եմ, որ ինքը չի գնա այդ քայլին, այսինքն ինքը ԿՊ-ի հետ չի համագործի։ Ես համենայն դեպս այդ վստահությունը իմ մեջ կա, որովհետև մենք մի գումարման падգամավորներ ենք, ես ճանաչում եմ Մարտուն Գրիգորյանին եւ չեմ կարող այլ կերպ պատկերացնել։ Պարոն Դանիելյան, նշեցիք, որ իշխանությունը վարչական ռեսուրս է գործադրել, մի կերպ է, հա, ընտրություններին Գյումրիում նման ձայներ հավաքել։ Այո, հաշվի առնելով սա, 2026 թվականին իշխանությունը արդար ձևով, եթե մարդիկ գնան դեմ քվեարկեն, ընդդիմության օգտին քվեարկեն, Նիկոլ Փաշինյանը պատրաստ է իշխանությունը հանձնել։ Ես կարծում եմ, որ ոչ, հիմա էլ ընտրությունները արդար չեն։ Արդարը մենակ այն չի, որ այդ քվեարկած թերթիկները, ասենք իրենք անվավեր չեն համարում կամ ասենք, չգիտեմ, էլի դուք տեսաք չէ, օրինակ լույսերը պարբերաբար անջատվում են, դա ինչ է նշանակում։ Ընտրատեղամասերի տարածքում։ Ընտրատեղամասերի տարածքում լույսերի անջատում է տեղի ունենանում։ Նաև ընտրախախտումներ արձանագրում, նաև այդ վարչական ռեսուրսի օգտագործումը, այդ ամբողջ պետական ապարատը մի օրինակ կարող են բերել։ Ուրեմն Տկեն նախարարը հայտարարում է, որ Շիրակացի փողոցը կասֆալտապատվի, միայն մի բանի համար, որ Սարիկ Մինասյանը ասել է, որ այդ փողոցը պիտի ասֆալտապատվի։ Դա ի՞նչ է, ընտրակաշարք կա, թե ընտրակաշարք չի։ Այսինքն կամ այդ սոցիալական աջակցության ծրագրերը, որ կան, որ արդեն իսկ քաղաքապետի, ուրեմն տնօրինման տակ է այդ գումարները, որ հատկացվում են։ Էլի շատ հարց է, այսինքն սա ասել, որ ազատ, արդար եւ թափանցիկ է, ոչ, բայց հիմա իշխանությունը անգամ դրանից հետո չի կարողանում ուրեմն հասնել հաջողության եւ սրանից հետո էլ իշխանությունները նաեւ իր այսպես ասած նաեւ վերադասավորումներն է անելու, կարծում եմ, եւ ես չեմ կարծում, որ Նիկոլ Փաշինյանը կթողի, որ ընտրության արդյունքում որևէ մեկը ավելի շատ ձայներ ստանա, քան ինքը ամեն կերպ կփորձի խոչընդոտել այդ գործընթացներին։ Հավատալ նրան, որ Նիկոլ Փաշինյանը ազատ, արդար, թափանցիկ ընտրություններ կկազմակերպի, ես չեմ հավատում։ Անգամ տեսեք այն տեղերում էլ, որտեղ որ իշխանությանը հաջողվում է թիմերում հասնել հաջողության, ինքը ինչ է անում։ Ինքը տարբեր ուրեմն քրեական գործերով ավականու անդամներին իր կողմն է բերում, կաշառելով, քրեական գործեր հարուցելով, տարբեր գործիքակազմեր օգտագործելով, ստիպում է, որ կամ ուրեմն տվյալ տեխնացուն, որը հաղթել է, կամ հայտնվի անազատության մեջ, կամ արդեն այդտեղ ավականներ գողանալով, դա ես համարում եմ անասնագողություն, այդ մեթոդով փորձել նաև իրենց իշխանությունը հաստատել։ Դա եղավ Ալավերդիում, դա եղավ Ախուրյան, հենց Ախուրյան խոշորացված համայնքը դրա վառ օրինակն ու ապացույցն է։ Հերու տեղ չգնանք, Շիրակի մարզում հրեդեական Արծրունի Իգիթյանը ուրեմն հաղթել էր ընտրություններին եւ ինչ եղավ, նույն սցենարը գործեց եւ այսօր էլի այդ մտավախությունը կա, այնպես չի, որ այդ մտավախությունը չկա, որ վաղը մյուս օր ինքը կթողի, որ թիմը հեշտ ու հանգիստ անցնի ինդիմության ուրեմն տնօրինության տակ։ Դա իր համար, այսպես ասած, պատվի հարց է, հեղինակության հարց է։ Եվ կներեք, եւ դրա արդյունքում էլա, որ քիչ առաջ էլ էս տեղեկություններ ստացա, որ նաեւ ինքը իր թիմակիցներից շատ դժգոհ ա եղել եւ ասել է, որ այս ձախողված ընտրությունները ամբողջությամբ ձեր պատասխանատվության տակ են եւ դուք պատասխանատվություն եք կրելու եւ Գյումրիում եւ Փարաքյարում ուրեմն պարտության համար։ Պարտության պատասխանատվությունը դրվում է այդ նույն նախարարների, որոնք որ այդ վարչական լծակներն ու ռեսուրսները օգտագործել են ԿՊԱ-ական падգամավորների վրա եւ տեղում են մարդկանց վրա, որոնք որ կազմակերպել են եւ իրեն ասել են, որ 50+1-ը մեր գրպանում է։ Պարոն Դանիելյան, լավ, եթե ժողովրդավար ձևով ընտրություններով հնարավոր չի լինի Հայաստանը ժողովրդավարության բաստիոն հռչակած Նիկոլ Փաշինյանից իշխանությունը վերցնել, ինչ տարբերակ է։ Ես չեմ ասում հնարավոր չի, ես չեմ բացառում։ Փողոցային պայքարով, հանրահավաքներով հնարավոր է դրան հասնել։ Ես չեմ բացառում, բայց ես միշտ կողմնակիցն եմ եղել նրան, որ ուրեմն մինչև ընտրությունները Նիկոլ Փաշինյանին հեռացնել իշխանությունից։ Ինքը չպետք է կազմակերպի այդ ընտրությունները։ Դա իմ կարծիքն է, ես նաև տեսնելով այս ամեն ինչը, ես հասկանում եմ, որ ինքը ընտրություններ կազմակերպելու
պատրաստ չէ եւ նաեւ ինքը ամեն ինչ անում է, որպեսզի իր վերարտադրությունը ապահովի։ Եվ ուրեմն 2026 թվականի ընտրություններից առաջ ենթադրվում է, որ ինչ-որ մի բան անելու է ընդդիմություն։ Այո, ես կարծում եմ, որ մինչև ընտրությունները կլինի այդ փողոցային պայքարը եւ ես դրան հավատում եմ։ Ես տեսնում եմ, որ օր-օրի Նիկոլ Փաշինյանի վարկանիշը Պլինտուսից ներքև այջել։ Ես նաեւ իմ շփումների ընթացքում եմ տեսնում մեր բազմաթիվ հազարավոր մեր հայրենակիցների, որոնք որ ինչու՞ չէ ժամանակին նաեւ աջակցել են Նիկոլ Փաշինյանին, հիմա ասում են կտրվի այդ ձեռքը, որ ընտրել է Նիկոլ Փաշինյանին։ Եվ այս ամեն ինչը տեսնելով ես համոզմունք ունեմ, որ մենք կարողանանք այս process-ների արդյունքում, որը որ առաջիկայում ես հուսով եմ կլինի, այդ process-ների արդյունքում Նիկոլ Փաշինյանին իշխանազրկել։ Դա կլինի ամենաճիշտ տարբերակը, դրանից հետո արդեն ընտրությունները կկազմակերպվեն հավուր պատշաճի եւ այս էջը, այս ամոթալի էջը մենք կթերթենք եւ ես դրա եւ հույս ունեմ եւ հավատ ունեմ եւ դրա ամեն նախադրյալը կա։ Այս պարտությունները եւ նաեւ կրկնում եմ այն իրավիճակը, որ ստեղծվել է Հայաստանի Հանրապետություն, գիտեք, ես տարբեր խմբերի հետ եմ շփվում, տարբեր ոլորտային խմբերի հետ եմ համագործակցում, տեսնում եմ, որ եւ սոցիալական խնդիրները, եւ անվտանգային խնդիրները, եւ առհասարակ մարդու իրավունքների հետ կապված, բարև ձեզ, մարդու իրավունքների հետ կապված են աղաղակող խախտումները, որ կան, եւ նաեւ ինչու՞ չէ նաեւ մեր ռազմաքաղաքական ղեկավարությունը, որ ադրբեջանական բանտերում է փաստացի իշխանություն նպաստել նրան, որ հայտնվի այդտեղ։ Այս ամեն ինչը իրար գումարվելով նաև մեր արցախահայերի, մեր քույր եղբայրների հետ կապված այն խնդիրները, որ կան, գիտեք, որ սոցիալական շատ լուրջ խնդիրների առջև են կանգնել արցախահայերը։ Ես օրեկան տասնյակ դիմումներ եմ ստանում մեր հայրենակիցների, որոնք որ բարիս բուն իմաստով ապրելու օրվա հացի խնդիր ունեն։